Անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, նշանակել ընտրությունների երկրորդ փուլ կամ մանդատների բաշխման նոր կարգ սահմանել։ Այս բովանդակությամբ դիմումներ են Սահմանադրական դատարան տարել Հայաստան եւ Ուժեղ Հայաստան դաշինքները, Բարգավաճ Հայաստան, Միասնության թևեր, ԴՕԿ, Նորուժ, Հանուն Հանրապետության կուսակցությունները։ Մենք համարում ենք, որ ընտրության արդյունքները մեր համար ընդունելի չեն, մերժելի են, որովհետեւ դրանք չեն համապատասխանում ոչ ժողովրդավարական, ոչ իրավական, ոչ քաղաքացիական որևէ չափանիշի։ Հայաստան դաշինքը ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջ է ներկայացրել։ Արծվիկ Մինասյանի խոսքով Սահմանադրական դատարանը մի վերջին հնարավորություն է ստանում Հայաստանի դատական համակարգը ազատել նվաստացուցիչ պիտակներից։ Եթե ՍԴ-ն ունենա կամք շարժվի սահմանադրությամբ, հաղթում է ժողովուրդ, հաղթում է պետությունը։ Եթե ՍԴ-ն չունենա այդ կամքը, հերթական անգամ վավերացնի հակապետական այս իշխանությունների գործողությունները, մենք եւս մեկ անգամ պետք է արձանագրենք, որ ամբողջությամբ եւ լիակատար կերպով Հայաստանի ուզուրպացիան տեղի ունի։ Սահմանադրական դատարան դիմաց քաղաքական ուժերը չեն ընդունում ընտրությունների արդյունքների վերաբերյալ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հունիսի 14-ի որոշումը։ Պնդում են, ընտրություններն անցել են զանգվածային խախտումներով, պետական վարչական ռեսուրսի կիրառմամբ։ Դա ապացուցելու համար Ուժեղ Հայաստանը բարձր դատարան է բերել 84 էջանոց դիմում։ Մենք գտնում ենք իսկապես, որ այս ընտրությունների արդյունքները պետք է ճանաչվեն անվավեր։ Արդյունքների տեսանկյունից ելակետը վկայակոչում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշում։ Սահմանադրական դատարանը հանդես գալով որպես սահմանադրական արդարադատություն իրականացնող միակ մարմինը, ընտրական վեճերը լուծող բացառիկ մարմին կարող է կայացնել թվով 3 որոշումներից մեկը։ Այն է, եթե անվավեր է ճանաչում ԿԸՀ որոշումը, անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, նշանակել երկրորդ փուլ կամ մանդատների բաշխման կարգ սահմանել։ Առնվազն մանդատների բաշխման նոր կարգ է պահանջում խորհրդարան չանցած Բարգավաճ Հայաստան կուսակցությունը։ Փաստաբան Արամ Օրբելյանը պնդում է, վերաքվեարկություն պետք է տեղի ունենա ոչ միայն այն 3 տեղամասերում, որտեղ քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել, այլև ամբողջ հանրապետությունում։ Հետևաբար ակնկալում ենք վերաքվեարկություն օրենքով սահմանված ընթացակարգերով, պահպանելով ամբողջ կանոնները, բայց որպես այլընտրանք, հաշվի առնելով, որ մաթեմատիկական, ինչպես նշեցի, ԲՀԿ-ն ուներ այդ 4%-ը, առնվազն մանդատների բաշխման այլ կարգ, որով ԲՀԿ-ն կանցնի ազգային ժողով։ Եվ ընտրություններից առաջ, եւ քվեարկության օրը բազմաթիվ խախտումներ է արձանագրել նաեւ Միասնության թևեր կուսակցությունը։ Ըստ կուսակցության ներկայացուցիչների ճնշումներ են եղել ոչ միայն քաղաքական ուժերի, այլև ընտրողների ազատ կամքի վրա։ Մեր համոզմամբ այն խախտումները, որոնք առկա են եղել եւ քվեարկության օրը եւ ամբողջ նախընտրական քարոզարշավի ընթացքում կոմուլյատիվ ազդել են ընտրողների ազատ կամքի արտահայտման վրա եւ չի պահպանվել ընտրությունների հավասարության սկզբունքը։ Սահմանադրական դատարան դիմումների մուտքագրումից հետո երկօրյա ժամկետում է դատարանը որոշելու վարույթ ընդունել դրանք, թե ոչ։ Գործը քննելու եւ որոշում կայացնելու համար բարձր դատարանն ունի 15 օր։ Սահմանադրական դատարանի անդամ նախկին ՔՊԱ-ական Վլադիմիր Վարդանյանը ձեռնպահ է մնում որևէ տեսակետ հայտնել ընտրությունների արդյունքները վիճարկելու քաղաքական ուժերի նախաձեռնության վերաբերյալ։ Պարոն Վարդանյան, ամեն դեպքում Դուք գիտեք, ես երբեք չեմ խուսափել որևէ մեկնաբանությունից, բայց Սահմանադրական դատարանի դատավորի երթում տալուց հետո դատավորը գտնում է երթման ներքո եւ խոսում է դատարանը բացառապես իր ակտերի միջոցով, այսքանը շնորհակալություն։ Լիլիթ Խալաթյան, Աննա Գյուլնազարյան, Նորայր Շարբաթյան, Գագիկ Տերղազարյան, Հայլուր։